Փաշինյանը անցնում է գործնական քայլերի, համակարգող խումբ է ստեղծում իր ձևակերպմամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Խմբի անդամ դառնալու մի քանի պահանջ կա։ Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը։ Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը։ Ամեն օր աղոթում են։ Հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը Փաշինյանը կվերցնի իր վրա ու հասկանում է, որ խմբի անդամության վերենշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց կարծում է շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Թե սա կոնկրետ ինչ մեխանիզմ է, նախարար Անդրեասյանը կարծում է շատ պարզ է հավատացյալ մարդու համար։ Իսկ Փաշինյանի այսօրինակ կոչերը քաղաքացիական բախման չեն հանգեցնում։ Նախարարը հարցին որպես սոցիոլոգ է պատասխանում։ Ես կարծում եմ, ովքեր որ նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում։ Ես սոցիոլոգ եմ եւ դա նաեւ իմ մասնագիտությունն է եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ունի համերաշխության շատ ամուր առանցք եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը անցնելով ամենատարբեր փորձություններին ունի բավարար խելք եւ իմաստություն տարբեր մարտահրավերներից եւ դժվարություններից դուրս գալու եւ նման թերահավատություն եւ անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ։ Այս օրերին Փաշինյանի եկեղեցու վեհապարի հասցեին հնչող մեղադրանքները ըստ ընդդիմադիր պատգամավորի մեկ բանի մասին են խոսում, ձևակերպում է, թե Փաշինյանը ձեռքը գցում է փրփուրներից, որովհետև գիտի ժողովրդի կարծիքը իր վարչապետության մասին։ Շարունակում է ձեռնարկը սահմանադրական կարգի խախտում է։ Մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված եւ որևէ մեկին դա սահմանադրական որևէ մարմնի լիազորություն չի տրված։ Ուրեմն գնացեք եկեղեցի եւ այդ արարողակարգերը ուսումնասիրեք եւ տեսնեք, որ այնտեղ ոչ մի տողատակերով անգամ Նիկոլը որպես քաղաքացի չի կարող հայտնվել։ Իդեպ Փաշինյանը գրել է նաեւ, որ այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, իրենց մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Առաջարկում է այդ ամենին նայել հոգու աչքերով։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։